Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Միացյալ Նահանգների Stonehill College-ի Ռիչարդ Ֆենեգանի անվան միջազգային հարաբերությունների քաղաքագիտության պատվավոր դասախոս Աննա Օհանյանի հետ ենք զրուցելու այսօր։ Տիկին Օհանյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, շատ շնորհակալ եմ, որ այս պահին մեզ հետ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Կարելի է Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի արդյունք համարել այն փաստը, որ այցի հաջորդ իսկ օրը նույն Ստամբուլում կայացած իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո ընդունվել է բանաձև, որում խոսվում է, ես մեջբերում եմ, բռնի տեղահանված ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, ամբողջ Հայաստանը անվանվում է Արևմտյան Ադրբեջան եւ Հայաստանին կոչ է արվում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները, արդյոք այս արդյունքը մենք կարող ենք արձանագրել։ Ես կասեի, որ չէ, անշուշտ Թուրքիան կարծեմ թե անդամ է, համոզված եմ, որ անդամ է, բայց մեկը մյուսի հետ չէի կապի, քանի որ նա առանձին կազմակերպություն է եւ այդ հայտարարությամբ լեգիտիմացնելով Ալիևի Արևմտյան Ադրբեջան գաղափարը, փաստորեն այդ կազմակերպությունը վարկաբեկել է ինքն իրեն որպես միջազգային կազմակերպություն, քանի որ Արևմտյան Ադրբեջան հասկացությունը որպես այդպիսին հակասում է միջազգային իրավական նորմերին եւ այդ առումով այդ կազմակերպությունը իսլամական համագործակցության այդ կազմակերպությունը փաստորեն իրեն վարկաբեկելով չի տեղավորվում եղած միջազգային իրավական համակարգում, իսկ այդ համակարգը շատ խոր արմատներ ունի եւ արմատները հասնում են լատինամերիկյան երկրներ 19-րդ դար, որը հիմնված է այն նորմերի վրա, որոնք պաշտպանում են նորմերը ագրեսիայի դեմ, տերիտորիալ իրավունք, այսինքն սրանք մի նորմեր են, որ ձևակերպվել են լատինամերիկյան երկրների կողմից, որպեսզի պաշտպանեն փոքր պետությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգների նման մեծ պետություններից։ Եվ այդ չնայած որ շատ ենք լսում, որ գլոբալ լիբերալ աշխարհամակարգը քանդվում է, դա այդքան էլ պարզ չի։ Այդ համակարգը ընդհակառակը ավելի գլոբալիզացվում է եւ ռեգիոն առ ռեգիոն այդ հիմնական նորմերը ինստիտուցիոնալիզացվում են։ Եվ քանի որ այս պարագայում այս կազմակերպությունը Փաշին Ալիևը հաջողության է հասել իր նարատիվը, որ արդեն հակաիրավական է, դա ներկայացնել այս կազմակերպության օրակարգում, քանի որ նա այն չէր կարող ներկայացնել ՄԱԿ-ի համատեքստում օրինակ։ Եվ դա ուղղակի ես դա ուղղակի կորակեի որպես Ալիևի դիպլոմատական հաջողություն այն առումով, որ կարողացել է այս կազմակերպությանը համոզել, որ դա անցկացնի, բայց դա փաստորեն կազմակերպության վրա վնաս հասցնում։ Եվ բացի այդ պետք է առանձնացնել Արևմտյան Ադրբեջան հարցը որպես ճակերտների մեջ իրավունք, որ ինքն է ներկայացնում, եւ սովետական Հայաստանում ապրած ադրբեջանցիները, որ լքեցին Հայաստանը Ղարաբաղի կոնֆլիկտի ժամանակ, դա ուրիշ հարց է, թե եթե այդտեղ իրավունք ունեն իրենք դա վերադարձը, եթե Ալիևը շարունակում է եւ իր շատ տիպիկ է Ալիևի դիպլոմատիան անընդհատ միջազգային իրավունքից, մարդկային իրավունքից խոսել, ապա կարծեմ թե Հայաստան ժամանակն է, որ Հայաստանի դիպլոմատները արդեն հարց բարձրացնեն, որ Հարավային Կովկասում հիմնեն ռեգիոնալ մարդկային իրավունքների դատարաններ, կառույցներ, ինչպես որ գոյություն ունեն ուրիշ ռեգիոնում, օրինակ լատինամերիկյան երկրներում։ Այսինքն Ալիևը օգտագործում է մարդկային իրավունքների լեզուն, ոչ թե իսկապես իրապես մտահոգված լինելով դրանով, բազմաթիվ ադրբեջանցիներ բանտերում են, բայց նա դա օգտագործում է իր իմիջը միջազգային հարթակներում մաքրելու համար, քանի որ հատկապես որ էթնիկ զտում է կայացրել եւ դրան պետք է ուղղակի միշտ ես անշում եմ դիպլոմատական բանակցությունների ջուջիցու, այսինքն դու օգտագործում ես հակառակորդի ուժը իր դեմ, եթե նորից եմ կրկնում, Ալիևը շարունակում է արդեն գլոբալ ֆորումներում այսպիսի թեզեր հնչեցնել, հատկապես մարդկային իրավունքի, շատ լավ, ուրեմն եկեք հիմնենք հատկապես որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ այդպիսի դատարան չի եղել, այդ հարցերը չեն քննարկվել, ուրեմն Հայաստանը պետք է այսպես ասած ստավկան ավելի բարձրացնի եւ ասի այո, կամ այդ դեպքերը տանենք միջազգային դատարաններ, կամ էլ ռեգիոնալ դատարան հիմնենք, որպեսզի այդ հարցերը քննարկվեն։
Եվ դա հակասում է թե Ալիևը ինչ է ուզում, քանի որ Ալիևի դիպլոմատիան հիմնականում միտված է ինստիտուտները, կառույցները, միջազգային կառույցները ինչքան հնարավոր է վերացնել, ինչը որ ինքը արդեն արել է իր ներքին քաղաքական կառույցները վերացրել է Ադրբեջանի ներսում, քանի որ դա անհատականացված, կենտրոնացված ավտորիտար պետություն է, եւ նա փորձում է դրան նաեւ հասնել ռեգիոնում միջազգային կառույցները ամբողջովին մերկացնելով, քչացնելով, թուլացնելով, OSCE-ն արդեն վաղուց իր ռեգիոնից իր երկրից եւ փորձում է նաեւ բոլոր միջազգային կազմակերպություններին թուլացնել, այսինքն դա է շղթան, թե ինչ է փորձում նա անել։ Փաստորեն դուք գալի այսպես ձևակերպել, դուք ասում եք, որ հակամարտությունը ավարտվել է եւ խաղաղ ճանապարհի վրա պետք է բոլոր հարցերը փորձել պարզաբանել, այլ ոչ թե նոր ճնշումների կողմերից մեկի, տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից ճնշում գործադրելու ճանապարհով նոր հաղթանակներ թույլ տալ, որպեսզի նա նոր հաղթանակներ արձանագրի։ Միջազգային հանրությունը ունի նման մոտեցում, ունի նման ընկալում, որ այո, այստեղ խաղաղություն է, ոնց որ թե կողմերը եկել են ընդհանուր հայտարարի եւ պետք է թույլ չտալ, որպեսզի մի կողմը շարունակի ճնշել մյուս կողմին իր պահանջներով, թե ոչ, թե դա այդ միջազգային դուք որ ասում եք ատյաններ կարելի է դիմել, որպեսզի նրանք պարզեն, ինչպիսի պայմաններում են Հայաստանի հայերը ներողություն Հայաստանից ադրբեջանցիները դուրս եկել, ինչպիսի պայմաններում են հայերը Ադրբեջանից դուրս եկել, չէ՞ որ խաղաղությունն է, պերզ բոլոր ցավոտ հարցերը պարզել եւ շարունակել ճանապարհը։ Հնարավոր է սա անել, թե սա ընդունված ձև չէ։ Նախ ասեմ, որ Ադրբեջանը Ղարաբաղի հարցը, Լեռնային Ղարաբաղի հարցը, որ Լեռնային Ղարաբաղը որպես ադմինիստրատիվ միավոր, այդ հարցը չակերտներով լուծեց բռնի ուժով, որը հակաիրավական է։ Այսինքն եղած եթե դժգոհ էր ինքը, եղած խաղաղության ֆորմատից, ապա հաջորդական դրամաբանական քայլը, եթե իսկապես միտված է խաղաղության, պետք է լիներ խորացնել, ամրացնել խաղաղության process-ը, նոր կառույցներ ստեղծել, բայց ինքը հակառակն է արել, այսինքն շատ մեթոդիկ ձևով կառույցները քաղաքացիական հասարակության կառույցներն է թույլատրել, խաղաղության ակտիվիստներին Ադրբեջանում բանտարկված են, ովքեր որ Հայաստանի հետ խաղաղության մասին են խոսում, հիմա բանտերում են դրան զուգահեռ նաև ժուրնալիստներ եւ այլն եւ այլն։ Այսինքն բռնի ուժով կոնֆլիկտը վերացնելը ինքնին դա հակաիրավական է, բայց միջազգային համայնքը ընդհանուր առմամբ միջազգային իրավունքի մեջ սուվերենությունը շատ ամուր սկզբունք է, դոկտրինա է, քանի որ այդ սուվերենության, տերիտորիալ սուվերենության նորմն է, որ աշխարհը քիչ թե շատ ստաբիլ է պահել հազարամյակից ավել։ Դրա համար աշխարհը կարծես թե այդքան չնայած հայտարարություններ եղան, որ բռնի ուժով պետք չէ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ նա կարողացավ եւ բռնության աստիճան այնպեսի մակարդակի հասնել, որ պահել, այսինքն մի քանի օր հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա բլոկադա անելուց հետո, որպեսզի մարդիկ ինքնակամ այսպես ասած գնան։ Բռնի ուժ օգտագործեց, անշուշտ ճնշում օգտագործեց, բայց այսինքն շատ խաղաղության պատերազմը որպես խաղաղության process-ը, բանակցությունների process-ը որպես հիբրիդային գործիք օգտագործեց բլոկադայի հետ միասին եւ փաստորեն զոհերի թիվը չհասցրեց մի այնպիսի մակարդակի, որ հայտնվեր կոնֆլիկտը միջազգային ուշադրության կենտրոնում։ Այս թե հնարավոր է նրա վրա միջազգային իրավունքը կարող է ճնշումներ գործադրել, որից վարքը փոխի, միջազգային իրավունքը շատ դանդաղ է աշխատում, կամավոր ձևով է աշխատում եւ ներքևից վերև է նաեւ աշխատում։ Այսինքն կաշտաժամկետ շատ քիչ ճնշումներ կան, չնայած չէ ասի շատ քիչ, քանի որ ընդհանուր առմամբ եթե դիտեք թե օրինակ երեկվա թե մի քանի 1-2 օր առաջ ՄԱԿ-ում որ հանդիպեցին Security անվտանգության խորհուրդը Իսրայելի եւ Իրանի հարցի կապակցությամբ շատ հետաքրքիր էր թե ինչպես Քուվեյթի այդ արտահայտությունը, Քուվեյթինը, Իրաքինը, սրանք փոքր պետություններ են համարում, շատ կշիռ չունեն միջազգային համակարգում, բայց նրանք շատ ավելի էֆեկտիվ ձևով միջազգային իրավունքը նշեցին, սուվերենությունը, բռնի ուժի դեմ խոսեցին, քանի որ փոքր պետությունների շահերից դա է փոխում։ Այսինքն շատ ճնշումներ
կան Ալիևի վրա եւ կլինեն, եթե փորձի էլի բռնություն օգտագործել։ Այսինքն շահագրգիռ կողմերը, որ այս հիմնական նորմերը պահպանվեն, շատ են եւ դիպլոմատիան առաջ տանելու համար Հայաստանի կողմից պետք է շատ թիրախավորել, թե որոնք են այդ շահագրգիռ կողմերը, դա կլինի բիզնես խմբեր, դա կլինեն քաղաքացիական հասարակության խմբեր, դա կլինեն պետություններ, ղեկավարներ, պարլամենտներ, որոնք այդ նորմի շուրջ հավաքված են, սուվերենության նորմի շուրջ հավաքված են։ Եվ այն, որ միջազգային իրավունքը աշխատում է կամավոր ձևով, այսինքն ոչ մի բանակ չկա, որ իրականացնում է կամ միջազգային իրավունքի սկզբունքները, պետություններն են կամավոր հետևում այդ օրենքներին, քանի որ իրենց ձեռնտու է, քանի որ աշխարհը բոլոր պետությունները շահում են գլոբալ առևտրից, գլոբալ կապիտալիզմից, եւ դա է այդ երկարաժամկետ առումով Ալիևի վրա շատ ճնշումներ կան, իսկ նա կարճաժամկետ այդ փոքր, այսպես ասած, կարճատև դիպլոմատական հաղթանակները փորձում գրանցել, բայց այս դեպքում իսլամական այդ կազմակերպությունում նա կարողացավ այն փաստորեն չի ուզում ստորագրի պայմանագիրը եւ արդեն քննարկել ենք թե ինչու եւ կարող ենք էլի խոսել, բայց սա առաջի անգամ է կարծես թե որ փորձեց դա բարձրաձայնել։ Իսկ ինչու եկեք հիմա եւ քանի որ լեգիտիմություն է ուզում ներարկել իր վարքի մեջ, որ ինքը միշտ օգտագործում է խաղաղությունը որպես լոզունգ, ռեգիոնալ նույնիսկ պատերազմի ժամանակ ինձ կարող միշտ խոսում էր խաղաղությունից։ Եվ միայն ինքը չէ, եթե նայեք Իսրայելին, Նեթանյահուն էլ բռնի ուժ օգտագործում է խաղաղության մասին խոսելով։ Խաղաղությունը անշուշտ ինքը շատ բարդ գաղափար է, դրա մասին թերևս հիմա չխոսենք, բայց այն, որ բռնություն օգտագործողները խոսում են խաղաղությունից, դա շատ հետաքրքիր երևույթ է, շատ կարևոր երևույթ է նկատել։ Եվ այսպիսի բռնության ձևով, բռնությունով, պատերազմով հարցեր լուծելը շատ ավելի հեշտ է, երևակայություն չի պահանջում, պարզ ասենք, քան թե այսպես ասած խաղաղությունը կազմակերպելը։ Եվ սրանք ավտորիտարիզմը նաև դեր է խաղում եւ այդ առումով սա ուղղակի փոքր հաղթանակ էր, որ ինքը գրանցեց, բայց դրանից շատ չի ասի։ Հոգեբանական բռնությունը համարվում է բռնություն։ Վախի միջազգային իրավարնալիքի տարածումը։ Ես իրավաբան չեմ, նույնը տեղի ունեցավ սպառնալիքը պատերազմի, այո, դա է դրա արգելված է միջազգային իրավունքում։ Մագի չարթերում, այսինքն ոչ միայն բռնություն օգտագործել, առնիվ բռնության վտանգ, the threat, այսինքն սպառնալիքը, սպառնալ բռնությամբ դա էլ է հակաիրավական։ Թրամփը ասում է խաղաղություն ուժի գործադրմամբ, դա վտանգավոր թեզ է։ Դե այն ինչ տեղի ունեցավ Իրանում, եւ Նետանյահուն ասաց, մենք Թրամփի հետ շատ ենք խոսել այդ մասին, մենք խաղաղություն ենք հաստատելու բռնություն չէ ներողություն, ուժի գործադրմամբ, այո, այդ թեզը կա, հետազոտություններ էլ կան, թե ինչ որակի խաղաղություն է հաստատվում, երբ որ բռնի ուժով է այսպես ասած խաղաղություն հաստատում, դրան ասում են victor's peace, հաղթողի խաղաղություն։ Լավ չի թարգմանում, դժվար եմ թարգմանում հայերենով, հաղթողի խաղաղություն, այսինքն բռնի ուժով հաղթածի խաղաղություն։ Խաղաղություն էլ կա, խաղաղություն էլ կա։ Խաղաղության ահագին գրականություն կա քաղաքագիտության մեջ խաղաղության որակի մասին։ Երբ որ բռնի ուժով է խաղաղություն հաստատում, այդ եւ սա Ադրբեջանի դեպքում հստակ արտահայտվեց։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրները, որ կարողացել են բռնի ուժով հաղթել պատերազմում եւ հաստատել ինչ-որ ստաբիլություն, այդ հաղթող երկրում ավտորիտարիզմը աճել է։ Եվ սա ես գրել եմ սրա մասին, դեռ նոր էր 2020 թվականի պատերազմից մի քանի օր հետո, ոչ թե որ ես մտածեցի այս գաղափարը, այլ դրա մասին ահագին հետազոտություններ կան։ Եվ դուք տեսաք արդեն պատերազմում հաղթելուց հետո Ալիևը ուղղակի իր հաղթանակը թարգմանեց, վերածեց ներսի լեգիտիմության, քանի որ ուրիշ լեգիտիմության ուրիշ աղբյուր չունի։ Դա մեկ նույն երևույթը նկատեցինք ուրիշ դեպք կլինի Շրի Լանկան էլ թամիլների կոնֆլիկտը բռնի ուժով լուծեց 2007-8 թվին, այնտեղ էլ ավտորիտարիզմը շատ կտրուկ աճեց, տնտեսական հետևանքներն էլ հետը։ Այսինքն խաղաղության որակը
բռնի ուժով խաղաղություն հաստատելուց հետո շատ ցածր է, քանի որ բռնի ուժ կիրառելուց հետո dignity արժանապատվությունը այդ համայնքի, որը կորուստ է տվել, չի հարգվում, անվտանգությունը կամ կապահովեն կամ չեն ապահովի, այդ երկու գործոններն են հիմա միտքրս գալիս, բայց երրորդն էլ կա։ Այսինքն շատ կախված է թե այդ հաղթողը ինչ կանի իր հաղթանակով։ Եթե հաղթողը իրապես օրինակ Արևմուտքը անշուշտ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան էլ վերակազմավորվեց հաղթողի խաղաղության արդյունք է, բայց այնտեղ դուք նույնը Գերմանիան, չէ՞, բայց սրանք օրինակներ են, որտեղ իրավունք, մարդկային իրավունքը, դեմոկրատիան, այդ լիբերալ սկզբունքները հարգեցին։ Այսինքն կապ ունի, թե հաղթողը այդ կարճ հետպատերազմյան շրջանում ինչպես է կազմակերպում իր ներկայությունը այդ կորուստ տեսած երկրում կամ համայնքում։ Կարելի է այսպես ես չեմ ուզում խոճապ տարածել կամ վախ սերմանել, բայց կարելի է համարել, որ այս ձևակերպումը, տեսեք, այս նույն իսլամական համագործակցության կազմակերպության այս բանաձևում կար ձևակերպում Հայաստանին կոչ է արվում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները, այսինքն բռնությամբ ստիպել Հայաստանին վերացնել որպեսզի վերացնի խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները, այսինքն խաղաղության հասնել ուժի գործադրմամբ Հայաստանի նկատմամբ։ Կար հայտ, չեմ կարծում։ Այո, Հայաստանին կոչ է արվում, տեսեք, ձևակերպումը։ Թվում է թե այսպես անմեղ կոչ է։ Հայաստանին կոչ է արվում վերացնել, ստացվում է, որ Հայաստանն է մեղավոր, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրում, որ խաղաղություն չի հաստատվում։ Այո, դա կա, բայց բռնության կոչ չկա մեջ։ Չկա, ես հարցնում եմ։ Կարող է այստեղ հասկացա։ Ընկալվել, այո, օգտագործվի, որպեսզի այո, մենք հիմա բռնությամբ, տեսեք, ասում է Թրամփը, խաղաղություն ուժի գործադրմամբ, խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուժի գործադրմամբ, քանի որ Հայաստանը չի վերացնում խաղաղության պայմանագիրը ստորագրելու խոչընդոտները։ Հայաստանն է մեղավոր եւ Հայաստանին պետք է ուժի, ես հարցնում եմ, կարող է այս բանաձևը այսպես օգտագործվել եւ ինչ պետք է անի դիվանագիտությունը, որպեսզի թույլ չտա, որպեսզի այսպես ընթերցվի այս ձևակերպումը խաղաղություն ուժի գործադրմամբ։ Անշուշտ հակազդել կարևոր է եւ կառավարությունից հնչեցրած տեքստը շատ լավ էր գրված, չնայած կուզենայի, որ ավելի կարճ լիներ, բայց եւ կուզենայի ավելի էֆեկտիվ կլիներ, երբ որ ավելի ուղղակիորեն ոչ թե մեր կողմը բացատրենք, չպիտի մեր կողմը, այսպես ճակերտներով ասած բացատրենք, այլ թե ինչպես է ավելի հարցակողական դիպլոմատիա անհրաժեշտ, այսինքն դա այդ հայտարարությունը ինչպես է հակադրվում միջազգային հիմնական հիմնարար նորմերին։ Եվ պատասխանը պիտի գրվեր այնպես, թե դա ինչպես է արտացոլվում մյուս երկրների վրա։ Քանի որ դա շատ վտանգավոր գաղափար է, այդ արևմտյան Ադրբեջանի թեզը, դա նույնն է ինչ որ Ռուսաստանը, որ փորձում էր Նովայա Ռոսիա, չէ՞, այսինքն իրավունք էր իրեն վերապահում, պաշտպանել այն ռուսներին, որոնք հայտնվել են ուրիշ մյուս երկրներում խորհրդային միության փլուզումից հետո։ Եթե բոլոր երկրները այդ թեզը ընդունեին, ամբողջ աշխարհը destabilized, կթուլանար, այսինքն ոչ ստաբիլ անկայունացում կլիներ։ Որովհետև միգրացիան մեծ է եւ պատերազմների ալիք կունենայր, այսինքն դրա համար եմ ասում, որ այս թեզով այս կազմակերպությունը իրեն վարկաբեկել է։ Եվ բացի դրանից, թե Ադրբեջանը կարող է դա օգտագործել թե ոչ, նոր հարցակում կասեի ոչ, քանի որ այդ կազմակերպությունը լեգիտիմ տնտեսական քաշ չի ներկայացնում, տնտեսական գործոն չի ներկայացնում։ Դրա մեջ են հիմա նայում եմ իմ էկրանի վրա Աֆղանստանը, Քուվեյթը, Հորդանանը, Թուրքիան էլ է անշուշտ անդամ, Թունիզիա, սրանք փոքր պետություններ են, որ տնտեսական կշիռ չեն ներկայացնում եւ այսինքն քաղաքական կշիռը այս կազմակերպության շատ թույլ է։ Դա չի նշանակում, որ չպիտի պատասխանես, անշուշտ պիտի պատասխանես, պատասխան տասալիերում, բայց միշտ պատասխանը պիտի գրվի, ոչ թե մեր տեսանկյունից, այլ թե ինչպես այս հարցը արտացոլվում մյուս երկրների վրա, միջազգային իրավունքի վրա։ Որովհետև առավել ևս որ Ադրբեջանը անընդհատ վկայակոչում է միջազգային իրավունքին։ Բայց այդ արևմտյան Ադրբեջան գաղափարը հակաիրավական է։
Այո, ձեր նախորդ հարցազրույցներից մեկում այսպեսի թեզ դուք առաջ քաշեցիք, դուք ասացիք Ադրբեջանը խաղում է երկակի խաղ միջազգային հանրությանը խաբելու համար, այսինքն մենք ունենք նաև խաբելու պահեր Ադրբեջանի դիվանագիտության կողմից, դուք հիմա եւս դա հաստատում եք եւ կարծում եք արդյոք որ միջազգային հանրությունը դա չի տեսնում, որ իրեն մոլորության մեջ են գցում, որ մանիպուլյացիա են անում միջազգային այդ անընդհատ ասելով միջազգային իրավունք, բայց փաստերը ոնց որ թե հակասում են միջազգային իրավունքին։ Այդ միջազգային համայնք ասելը, այսինքն մի կազմակերպություն չկա, դա մի համակարգ է միջազգային։ Եթե ինքը գնում է եւ խոսում է խաղաղությունից եւ ասում է, որ պիտի ստորագրենք, քանի դեռ ասում է, որ պիտի ստորագրենք, բայց Հայաստանը չի բավարարում, եթե էլի բռնի ուժ օգտագործեր կամ խոսեր բռնի ուժ, չի լինում դրա համար բռնի ուժ պիտի օգտագործեմ, դա կլիներ հակաիրավական եւ շատ ավելի քաղաքական ճնշում կա իր վրա, դա չի կարող։ Ղարաբաղի ժամանակ ասեց խաղաղության process-ը չէր աշխատում, բռնի ուժով արեցի, բայց սա պետությունների միջև պատերազմները կտրուկ անկում են ապրել 50-ական թվերից հետո քաղաքացիական պատերազմները այո դեռ լինում են, բայց պետությունների միջև պատերազմները շատ հազվագյուտ են եւ բազմաթիվ պատճառներ, քանի որ նորմերը սուվերենության բռնի ուժով սահմաններ փոխելու նորմերը կայուն են ուժեղը շատ ավելի ուժեղ են եղել, բայց հիմա դրանք փորձարկվում են կարծես թե ռեգիոնից թե ռեգիոն եւ այս առումով շատ կարևոր է միշտ աչքի տակ ունենալ թե ինչպես է իրավական համակարգը աշխատում եւ Հայաստանը որպես փոքր պետություն պետք է շատ ակտիվ շարունակի աշխատել միջազգային իրավունքի սահմաններում ցանկացած փոքր պետությունների դա փոքր պետությունների ստրատեգիկ անհրաժեշտություն է ոչ թե որ մի օր ՄԱԿ-ը զորք է ուղարկելու որ այդ հարցերը լուծեն ոչ քանի որ երբ որ փոքր պետությունը մասնակցում է դա հնարավորություն է տալիս փոքր պետություններին ինքը իրեն նորմատիվ ռեժիմ ստեղծել իր շուրջը Այսինքն ամեն փոքր պետություն պետք է շատ ակտիվ ոչ թե սպասի որ այս օրենքը արդար այս կազմակերպությունը արձագանքեց չարձագանքեց այսինքն անվտանգությունը տարբեր տեղերից պիտի գա միջազգային իրավունքը այդ անվտանգության մեխանիզմներից մեկն է բայց ամեն փոքր պետություն պետք է շատ ակտիվ աշխատի այդ նորմերը խորացնելու իրենց ռեգիոնում եւ նորերը ստեղծելու օրինակ ամեն անգամ որ Ալիևը եւ Հայաստանը ու Ադրբեջանը հանդիպում են կամ Ալմատան որ կրկնվում է նշվում է այդ նորմը ուժեղանում է մի չեմ հիշում այդ միջազգային իրավաբանի անունը բայց այսպես է բացատրել միջազգային իրավունքը որ միջազգային իրավունքը դա մի ոտնահետք է ինչքան այդ նույն ոտնահետքի վրա սեղմում ես այնքան է խորանում այսինքն ինչքան դու խոսես դրա մասին այդ նորմի մասին ինչքան ցիտես այդ նորմը ագրեսիայի դեմ սուվերենության կարևորությունը ինչքան խոսես այդ նորմի դեմ այնքան խորացնում ես այդ նորմը բացի դրանից ամեն անգամ երբ որ Հայաստանը խոսում է այդ նորմերի մասին պետք է հստակեցնի թե դա ինչ նշանակություն ունի Վրաստանի համար Ադրբեջանը թփրտում է բայց Ադրբեջանն էլ է փոքր պետություն այսօր մեծ եղբայրը օգնում է Ադրբեջանին բայց նավթը շատ արագ քչանում է եւ խզումներ կան երկու պետությունների միջեւ Ադրբեջանն էլ է շատ vulnerable խոցելի որպես փոքր պետություն ուրիշ երկրներից դա կլինի ապագայում թերևս հիմա Իրանը դա կլինի Ռուսաստանը չգիտես Պուտինից հետո ով է գալու այսինքն պետք չէ մտածել որ կառուցվածքային առումով Ադրբեջանը խոցելի է որպես փոքր պետություն այնքանով թերևս ուրիշ ձևով ինչքան որ Հայաստանը բացի այդ ես կասեի նաև որ այս պատերազմը Իսրայել-Իրանի ցույց է տալիս որ մի հարվածով եթե այդ նավթի հանքերը վերանան Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը կքանդվի այնքան խոցելի Ադրբեջանի տնտեսությունը այնքան կախված է նավթից որ այդ առումով այդ տեսանկյունից եթե նայում եք Ադրբեջանը շատ ավելի խոցելի է քան թե Հայաստանը եւ կամ Վրաստանը մի բան էլ ավելացնեմ փոքր պետությունների համար գերտերությունների պայքարը չի հիմնական սպառնալիքը այլ ներսի խնդիրները արհեստական բանականությունը շատ արագ զարգանում է եւ ավտոմատացնում է շատ աշխատանքներ գործազրկությունը պիտի աճի 1 կլիմայական փոփոխությունները պիտի ազդեն
տնտեսության գյուղատնտեսության աճի վրա կրճատվելու է, դա երկու, ջրի հարցը, սրանք նենց հարցեր են, որ ներսից ցույցերի եւ այսինքն կոնֆլիկտները լուծելու մեխանիզմներ չկան, Ադրբեջանը մնում է պայթյունավտանգ պետություն եւ Ադրբեջանի հիմնական խոցելությունը ներսից է, որը Ալիևը փորձում է միշտ չքննարկվի, չխոսվի։ Ձեր տեսանկյունից դուք դրսից եք հետևում եք, բայց Հայաստանի ներսում չեք հիմնականում բնակվում, ճիշտ է, ներսում Հայաստանը կայուն չէ ձեր դիտարկմամբ։ Ես համարում եմ Հայաստանը շատ կայուն, ուղղակի պետք է, եթե դեմոկրատական, անշուշտ Հայաստանի դեմոկրատական կոնսոլիդացիան այդ ճանապարհին է, բայց ես չէի ասի, որ կառույցները շատ ամուր են, եւ դա տարբեր չափանիշներով եմ նայում, չէի ասի, որ դեմոկրատական կառույցները այնքան ամուր են, որ ես արդեն կարող եմ շատ հանգիստ քնել, բոլորովին ոչ, բայց միևնույն ժամանակ ցույցեր, կոնֆլիկտ դրանք նորմալ են, երբ որ հորս հետ եմ խոսում, նա Հայաստանում է բնակվում, երբ վախենում է ցույցերից եւ միշտ ասում եմ որ դա նորմալ երևույթ է թե դեմոկրատական հասարակությունն է ապրում պետք է ներվերը շատ տեղը լինեն ամուր լինեն դա նորմալ է որ ժողովուրդը կարող է դուրս գալ իր բողոքը հավաքվել դա պետք է ողջունել լինի իսկ պարզություն ավտորիտար երկրների պարզունակությունը հստակ խաղաղությունը դա ես խաղաղություն չեմ համարում դա նշանակում է գաղափարների քննարկում չկա դա նշանակում է ինովացիա չկա դա նշանակում է խմբեր կան որոնք իրենց իրավունքները չեն պաշտպանում դա նշանակում է կանայք չեն կարող բաց խոսել իսկ այն հասարակություն որտեղ կանայք ազատ չեն ամբողջ հասարակությունը լավ վիճակի մեջ չի գտնվում այսինքն եւ բացի այդ երբեմն տեսնում ես ադրբեջանական վերլուծաբան կա որ խաղաղության մասին գրում է եւ ասում է չեմ նշի անունը որ եւ Հայաստանն էլ անկայուն երկիր է ծիծաղելի է դա ուղղակի Հայաստանը կարողանում է ընտրություններ կազմակերպել իր կոնֆլիկտները հատկապես այդ քաղաքական ճգնաժամը 2020 պատերազմից հետո որ Հայաստանը կարողացավ ընտրությունների միջով լուծել դա հսկա շատ կարևոր գործոն էր այսինքն Հայաստանի քաղաքական մշակույթը շատ է զարգացել շատ է ամրացել միևնույն ժամանակ բևեռայնացվածությունը համարում եմ վտանգ քանի որ աշխարհով մեկ բևեռայնացվածությունը թուլացնում է դեմոկրատիան Հայաստանի պայմաններում սոցիալական բևեռացումը թե քաղաքական դա էլ է վտանգ սոցիալական անշուշտ անհավասարություն անշուշտ բայց քաղաքական դա ավելի բայց ասեմ Հայաստանի պայմաններում այսինքն բևեռայնացություն երբ ասում ենք հասկանում ենք երկու կամ երեք քաղաքական կուսակցությունների միջև պայքար որ այնքան գաղափարախոսություններով տարբեր են որ արտացոլվում է հասարակության մեջ այդպիսի չի Հայաստանը դեմոկրատական երկրում կա պայքար ճիշտ է քաղաքական պայքարը բևեռայնացվածությունից ուրիշ է օրինակ Հայաստանի պայմաններում բևեռայնացվածություն այդ առումով չկա քանի որ չունես այդպիսի ճեղքված գոյություն չունի ռետորիկայի մեջ կա բայց ընդհանուր հարաբերությունների մեջ հարաբերություն որը նորմալ է առողջ բայց քաղաքական գործիչները պետք է շատ զգույշ խոսեն հատկապես պարլամենտում որպեսզի կարողանան կոնսենսուս ձևավորել զգույշ խոսելը ինչ է նշանակում կոնսենսուս պետք է ձևավորվել ոչ երբեմն այ պարլամենտի քննարկումները որ նայում եմ ցույցերը նորմալ են բայց պարլամենտի քննարկումները երբեմն ինյարդերը չեն դիմանում քանի որ եւ վերջերս լուրերում տեսա արդեն մի քանի օր Հայաստան որ էթիկայի հանձնաժողով է կազմվում որը պետք է շատ շուտվանից կազմված լիներ էթիկայի նորմերը պարլամենտի պետք է ամրացվեն այսինքն պարկեշտության ինչ որ սահմաններ գոյություն մարդկանց անունով չկոչել բայց մարդկանց անունով է պայքարը առողջ եք դուք համարում Հայաստանում պայքարը առողջ է ասում եք դուք այո, բայց միևնույն այո, ընդհանուր առմամբ ցույցեր եւ այլն, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ սա մի երկիր է, որ հիբրիդային պատերազմի մեջ է Ռուսաստանի կողմից։ Եվ կարող ենք դրա մասին էլ խոսել, այս մոտիկից չեմ հետևում, բայց մի քիչ եմ հետազոտել եկեղեցու եւ կառավարության միջև այդ բախումները դա հիբրիդային պատերազմի մաս եք համարում դուք ես համարում եմ հիբրիդային պատերազմի մաս քանի որ եւ
ընդլայնեմ թե ինչու, քանի որ փաստեր չունեմ, նախ այդ էլ ասեմ։ Այս հարցին պատասխանում եմ իմ դիտարկումները զուտ համեմատական առումով, երբ որ նայում եք ուրիշ հետսովետական երկրներում, սովետական փլուզումից հետո շատ կրոնական կազմակերպություն, եկեղեցիներ, այլ նաև ոչ մուսուլմանական օգտագործվեցին նոր ստեղծած պետությունների կողմից, որ դարձան ավտորիտար, կրոնական կազմակերպությունները օգտագործեցին, որպեսզի լեգիտիմացնեն իրենց ավտորիտար կառույցները այդ երկրներում։ Դա միայն Հայաստանում չէ, Հայաստանն էլ այդ process-ով անցավ։ Բայց Հայաստանի դեպքում եւ այն, որ շատ մի քանի վայրկյան լսեցի Սոլովյովի, Ռուսաստանի այդ վերլուծաբանի անդրադարձը Հայաստանի ներսում եղած եկեղեցի կառավարություն լարվածությանը եւ հետաքրքիր էր իր ռետորիկան, թե ինչպես հայ եկեղեցին, որ հազարամյակների պատմություն եւ այդտեղ որ հասկացա, որ այո, փաստորեն Ռուսաստանը այս դեպքում գոնե Սոլովյովի միջոցով փորձում է եկեղեցին դեմ հանել կառավարությանը, դեմոկրատական ընտրված կառավարությանը, որը պետականությանը, բայց Հայաստանի դեպքում եւ դա այնքան խեղաթյուրված է ներկայացնում եկեղեցի պետականություն հարցը, ոչ ծիծաղելի ուղղակի, քանի որ Հայաստանի պատմության մեջ եկեղեցին կանգնած է եւ պետականության հիմքերում եւ դեմոկրատիայի հիմքերում։ Եկեղեցիներում է մեր ժողովուրդը ինքնակազմավորվել, կառավարվել, եկեղեցին է որ կրթել է ժողովուրդը, դեռ ռուսական կայսրության պայմաններում։ Շատ քաղաքական հետազոտություններ ցույց են տալիս, որ այն երկրները հետսովետական, որ նախասովետական պայմաններում կրթության մակարդակը բարձր է եղել, դրանք սովետական միության փլուզումից հետո ավելի արագ են լիբերալիզացվել եւ որոնք են այդ երկրները Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան։ Իսկ ինչու է Հայաստանում կրթությունը բարձր եղել, քանի որ կիրակնորյա դպրոցները կարևոր դեր են խաղացել կրթությունը տարածելու հարցում։ Այսինքն Հայաստանում քաղաքական գործիչները, քաղաքացիական գործիչները պետք է շատ ակտիվ ձևով փորձեն պոկել այդ մտածելակերպի հակադրել այն, որ եկեղեցին մի կողմ, Հայաստանի պետությունը եւ դեմոկրատիան մի կողմ։ Հայաստանի եկեղեցին կրոնը կանգնած է մեր դեմոկրատական ԴՆԹ-ի մեջ է դա։ Եվ դա միայն Հայաստանում չէ։ Կաթոլիկ եկեղեցին էլ հսկա դերը խաղացել պետականության, Եվրոպայում պետական կառույցների պետության հաստատման մեջ։ Այսինքն չպիտի թողնել, որ Կրեմլը որոշի, Կրեմլը ասի, նարատիվը Կրեմլը տարածի, թե որն է մեր եկեղեցին, որն է մեր կրոնը եւ ինչ դեր է խաղացել մեր կրոնը մեր դեմոկրատիայի, մեր պատմության մեջ։ Եվ դրան հասնելու համար անհրաժեշտ է տարանջատել եկեղեցին կրոնից։ Ես ծանոթ չեմ մեր եկեղեցական ղեկավարության հետ, այսինքն չեմ ուզում դրա մասին խոսել, քանի որ չեմ հետազոտել, բայց զուտ համեմատական նայելով հետևելով Կրեմլից եկած այդ պաշտպանությունը, որ գալիս է Էջմիածնին, դրանից եզրակացնելով դա այդպես եմ ես տեսնում այդ դինամիկան, բայց ուզում եմ նորից հստակեցնել, որ մեր կրոնը կարևոր դեր է խաղացել մեր դեմոկրատական լիբերալ ուղղվածությունը հաստատելու մեջ սովետական միության փլուզումից հետո եւ այդ մեսեջինգը շատ կարեւոր է անընդհատ խորացնել, բազմաթիվ պատմաբաններ ունենք, որ ինձնից շատ ավելի լավ կարող են խոսել դրա մասին, այսինքն անհրաժեշտ է նաեւ այդ պատմաբանների հետ խոսել, որոնք ուսումնասիրել են հայ համայնքը Օսմանյան կայսրությունում, հայ համայնքը ռուսական կայսրությունում, հսկա գրականություն կա դրա շուրջ։ Շնորհակալ եմ, ստացվում է, որ եկեղեցին դուրս են բերում պետության դեմ, եւ դա է համարվում հիբրիդային պատերազմի։ Ես այդ սահմանմանը համաձայն եմ։ Շնորհակալ եմ, վերադառնանք մեր թեմաներին, Հայաստանի, դուք ասում եք, որ այն ինչ կատարվում է եւ ցույցերը եւ քաղաքական պայքարը դեռևս առողջ դա նորմալ առողջ դեմոկրատական երկրներում պարզապես կոչ է կանում մի քիչ ավելի քաղաքակիրթ պահեն պայքարի ընթացքում ավելի հարգանքով վերաբեր, այսինքն Հայաստանի պայմաններում միակ բանի համար կոնսենսուս, որ անհրաժեշտ է, միակ չէ, ամենակարևորը դա դեմոկրատիան է, որտեղ եթե դեմոկրատիան կորցրեցինք, պետականությունն էլ հետն են կորցրելու։
Բայց դա չի նշանակում, որ բոլորս պետք է համաձայնվենք իրար հետ։ Մեր ընտանիքում մենք չենք համաձայն, տարբեր տեսակետներ ունենք։ Եվ ես փորձում եմ համոզել երբեմն հաջողությամբ, որ երբեմն ոչ, բայց դա շատ նորմալ է եւ շատ առողջ է։ Ասում են դեմոկրատիան ավելի թույլ է, քան ավտորիտար երկրները։ Դեմոկրատիան տանում է դեպի քաոսի, իսկ ավտորիտար երկրի ղեկավարը պահում է ամուր իր ձեռքերում ղեկը պետության։ Դրան ասում են անգլերենով բարկա strong man, հոգեբանորեն շատ ավելի հանգստացնող է, երբ որ մի ղեկավար ունես, որ strong man է, ուժեղ ուժի միջոց, եւ Տրամպի, օրինակ Տրամպը այդպես է խոսում, մենք հաղթեցինք, մենք այսինքն, բայց որպես փոքր երկիր, բայց փոքր պետությունները ամեն այդպիսի strong man, ուժեղ ղեկավարի հետևում կանգնած են թույլ կառույցներ, թույլ ինստիտուտներ։ Փոքր պետությունների համար շատ կարևոր է համակարգային մտածել։ Մենք պետք է միշտ օր ու գիշեր մտածենք, թե մեր կառույցները ամուր են, թե ոչ։ Բայց անշուշտ ներսի քաղաքականության հիմնականում անհատների մասին են խոսում։ Իսկ ինչպես գնահատել ինստիտուտը աշխատում է, թե ոչ։ Դա շատ ավելի դժվար է բացատրել, շատ դժվար է ինստիտուտ բառը քննարկման առարկա դարձնել, բայց դա է որպես ազգ պիտի կարողանանք համակարգ կառուցել։ Մենք միշտ ունեցել ենք բյուրոկրատներ, Վրաստանի քաղաքապետները հայեր են եղել, բյուրոկրատներ են եղել, քանի որ Վրաստանը նախասովետական շրջանում, չէ՞, քան Թբիլիսիում, չէ՞, չնայած որ այսինքն դա մի օրինակ եմ ուղղակի բերում, որ մեր մեջ կա, պիտի փորձենք գտնել դա, եւ այն որ կարողացել ենք, մի բան էլ ասեմ, հետսովետական շրջանում էլիսա փաստ է, Հայաստանը համարվել է միշտ նույնիսկ Թավշահեղափոխությունից առաջ մի երկիր, որտեղ բնակչությունը ըստ բնակչության հաշվի ամենամեծ թվով ցույցերն են եղել։ Մինչև Թավիշը։ Եվ ես այդ ստատիստիկայով հպարտանում եմ, անշուշտ ցույցերը եղել են, քանի որ Հայաստանը ավտորիտար երկիր է եղել, բայց այն, որ մենք աղմկոտ ազգ ենք, դա պետք է ողջունել։ Միևնույն ժամանակ ինստիտուտ հարգող ազգ պիտի նաև լինենք։ Երբ որ տեսնում եմ ոստիկանի վրա գոռում են, կամ ոստիկանը Հայաստանում զարմանում եմ ուղղակի, Ամերիկայում չես կարող, այսինքն պիտի իշխանություն էլ հարգել կարողանաս, բայց միևնույն ժամանակ իշխանության դեմ պայքարելու ձևեր էլ կան, որ էլի պետք է մնան խաղաղ ճանապարհի մեջ, կառույցների մեջ, փառքասո ազատ խոսքի իրավունքը պահպանված է, այսինքն դեմոկրատիայի շուրջ կոնսենսուս անհրաժեշտ է, բայց դա չի նշանակում, որ բոլորս իրար հետ պիտի համաձայնվենք, բայց դա նաև նշանակում է, որ ուղիները պիտի լինեն, որ մեր անհամաձայնությունները ինստիտուցիոնալ ձևով հարթելով առաջ գնանք։ Քանի 21-րդ խնդիրները այնքան խրթին են լինելու, արհեստական բանականության աճը, կլիմայական փոփոխությունը հսկա խնդիրներ են։ Դա մի հոգի չի կարող լուծել, մեկ խումբ չի կարող լուծել, քաղաքական process է անհրաժեշտ, որ կարողանան այդ եկող խնդիրները challenge, մարտահրավերները կառավարել այնպես, որ հայ ժողովուրդը աճ ապահովի, տնտեսական քաղաքական։ Այլ կերպ ասած, դուք ասում եք պետականությունը, այո, Հայաստանի ուժն է այն, որ Հայաստանը ժողովրդավար է, բայց ինստիտուտները պետք է շարունակել պետականություն ուժեղացման ճանապարհին, ինստիտուտներ պետք է անգամ եթե կան այդ կառույցները, այդ ինստիտուտները, ինչպես դուք ասում եք, դրանք պետք է ամուր ոտքերի վրա կանգնած լինեն եւ փոխկապակցված, տրամաբանական շղթայով փոխկապակցված լինեն, այլ ոչ թե կախված լինի ինչ որ մեկ անձից, որը գնում է եւ ստուգում է, ասենք, տարբեր դպրոցներում տարբեր գույք։ Թուրքիայի հետ չխոսեցինք, ինչպես աշխատել Թուրքիայի հետ։ Կարծես թե մենք սկսեցինք մեր զրույցը Փաշինյանի այցից Ստամբուլ եւ հուսահատվեցինք կամ զարմացանք, որ մենք ունեցանք այդպիսի արդյունք։ Դուք ասում եք դա արդյունք չէ, որովհետեւ այդ կառույցը, այո, դա արդյունք չէ։ Հետ են գալիս եւ հարցնում ենք, իսկ ինչ արդյունք ընդհանրապես Ստամբուլ կատարեց այց Փաշինյանը, դա շատերը համարում էին պատմական, որովհետեւ նոր անկախ պետության, որպես Հայաստանի վարչապետ, այն դիվանագիտական հարաբերություններ չկան, մի խոսքով ձեր գնահատականը ինչին ենք մենք ականատես եղանք Փաշինյանի այցի ժամանակ եւ ինչպես աշխատել Թուրքիայի հետ։ Նախ ասեմ, որ այցը որպես նախադեպ հսկա նշանակություն ունի եւ այդ այցը օդի մեջից չընկավ, այդ այցը հաջորդեց
մոտ 2 տարվա շատ ինտենսիվ դիվանագիտություն երկու երկրների միջև ասեմ որ չեմ հիշում խոսեցինք արդեն թե չէ մարտին ես դրանից հետո հանդիպել ենք թե չէ բայց մարտին Թուրքիա ես գնացի որպեսզի հասկանամ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները եւ դրա շուրջ Foreign Policy ամսագրում հոդված եմ գրել որ ինչպես այսինքն հիմնական թեզն այն է որ ինչպես է Ադրբեջանը կարողանում թելադրել ամբողջովին զավթել է Թուրքիայի հարավային Կովկասի շուրջ եղած քաղաքականությունը քանի որ Ադրբեջանը կապում է խաղաղության process-ը Հայաստանի հետ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հետ, այսինքն վիտո իրավունք ունի այս պահին Ալիևը, ես ասում եմ, որ դա Թուրքիայի համար շատ թանկ է, քանի որ Թուրքիան չի կարողանում ռեգիոնալ քաղաքականություն մշակել, ռեգիոնալ, օրինակ supply chains, այսինքն արտադրություն կազմակերպել, եւ սա նաեւ ցիտում եմ շատ մի քանի թուրքական դիվանագետների, արդեն թոշակի անցած դիվանագետների, որ զարմացած են ուղղակի, թե ինչպես է Անկարան այսքան ազատություն տվել Բաքվին հարավային Կովկասում եւ շատ մի քանի ասեմ 30 ինտերվյու արեցի, դրանից մոտ 10-ը, եթե ոչ շատ ավելի 15-ը, շատ հուսահատված էին, որ Հայաստան Թուրքիա սահմանը փակ է, հարաբերությունները չեն խորանում եւ որ դա կապվում է Հայաստան Ադրբեջան հետ։ Եվ քանի որ Ալիևը կարողացել է դա կապել իրար հետ եւ Թուրքիայի քաղաքականությունը այդ էլ կլուծեք հետո ձեր հետ կհարաբերվենք, իսկ Ալիևը փաստորեն դա օգտագործում է Հայաստանի սահմանը փակ պահելու համար Թուրքիայի հետ, քանի որ եթե այդ սահմանը բացվեց, դա հսկա առավելություններ է տալու թե ռեգիոնին, քանի որ թե Թուրքիային, քանի որ հատկապես հաշվի առնելով, որ Իրանի վիճակը այսպիսին է, դա ավելի է կարևորում Հայաստանի միջով իրավական ճանապարհների բացումը Թուրքիայի համար որպես միջին քաշի պետություն դա հողի ջրի նման անհրաժեշտ է եւ Թուրքիայում դա գիտակցում են բայց այդ թե ինչու Ադրբեջանը կարողանում Թուրքիայի վրա այդքան ազդեցություն ունենալ դրա պատճառն այն է որ Էրդողանը ներսից շատ թույլ է քաղաքական առումով եւ ինստիտուտներն էլ արտաքին գործոս նախարարություն եւ այո շատ են թույլացել անհատականացված է քաղաքականություն եւ դրա համար էլ Թուրքիան այսպիսի ոչ օպտիմալ քաղաքականություն է իրականացնում հարավային Կովկասում։ Ոնց ճեղքի Հայաստանը կարողանա ճեղքել Հայաստանը կամ միջազգային հանրությունը օգնի Հայաստանին, միջազգային հանրությանը պետք է ճեղքել այս իրավիճակը։ Այո, եւ կա նախ այս դիպլոմատիայի այս մակարդակը պետք է շարունակվի եւ այն որ այս իսլամական կազմակերպություն, որ Ալիևը կարողացավ դա անցկացնել դա ինձ թվում է նա հասել է դա արել է քանի որ Փաշինյանին Թուրքիան հրավիրել է դա ավելի շատ լարվածության նշան եմ տեսնում բայց ենթադրում եմ այսինքն այդպես եմ ես տեսնում այդ իրավիճակը որ շատ ուրախանակ այսինքն որ բալանսավոր է այո դուք Ալիևը Փաշինյանը եկավ այս հայտարարությունը այսինքն Էրդողանը կարող էր ավելի ակտիվ խոսել չթողնել բայց չգիտեմ ես այդ կազմակերպությունը չգիտեմ ինչ որոշումն ինչպես են կայացում թե Թուրքիան կարող էր դա արգելել թե ոչ չգիտեմ ուղղակի բայց այն որ այս հիմնական դիպլոմատիայի մակարդակը դա շատ կարևոր է, բայց թե այդ ճեղքը ինչպես խորացնել, շարունակի, բայց Հայաստանի այդ խաչմերուկը, խաղաղության խաչմերուկը դիպլոմատիայի մեջ պետք է հստակ ասվի, թե դա ինչպես ադրբեջանցի ժողովրդին է դա օգնում։ Այդ խաչմերուկի գաղափարը, այդ ծրագիրը հակազդում է Ալիևի առաջ տարած, եթե զուգահեռ նայում եք, այդ ծրագիրը բոլորովին հակառակ է Ալիևի առաջ տարած միջանցքային տրամադրությանը տրամաբանությանը կներեք եւ այդ առումով Հայաստանի առաջարկը շատ ավելի stakeholders շատ ավելի շահառուներ ունի քան թե Ալիևի առաջ տար Ալիևը չի ուզում բաց ռեգիոն Հայաստանի առաջարկածը եւ եթե Հայաստան-Թուրքիա սահմանը բացես, դա ռեգիոնը բացում է։ Ռուսաստանի գործոնը եկեք դիտարկենք, հա։ Եվ դա Ռուսաստանն էլ չի ուզում բաց ռեգիոն։ Եվ այդ առումով չնայած Ռուսաստանն եւ Թուրքիան մի քիչ ահագին տարբերություններ կան դրա մեջ։ Նրանց երկուսն էլ ավտորիտար, երկուսն էլ ներսից լուրջ խնդիրներով, երկուսն էլ նախկինում կայսրություններ, բայց Թուրքիան դեռ խրված է արևմտյան կառույցների մեջ, Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի մոդեռնիզացված է եւ այն
հարցնում եք թե ուրիշներին չկարող են անել այդ ճեղքի մեջ, այդ ճեղքը նախ ասեմ Ադրբեջանի ադրբեջանական ժողովրդի շահերից է բխում, բաց ռեգիոնի գաղափարը պիտի առաջ տանի, դա ձեռնտու է թե Հայաստանի որպես փոքր պետություն, թե Ադրբեջանի, թե Վրաստանի, բայց Արևմուտքը արդեն սկսել է Կենտրոնական Ասիայի հետ կապվել, Եվրոհամայնքը հսկա շատ է կարևորում Հարավային Կովկասի հետ մինչև Կենտրոնական Ասիա բաց թափանցիկ այդ կապվածությունը, նրանք հասկանում են այդ ռեգիոնների կապվածության հարցը, հոդվածները վրա եմ աշխատում եվրասիական կոնտինենտալիզմի վերաբերյալ եւ այդ առումով Թուրքիան եթե չի մասնակցում Եվրոպայի հետ այդ շղթան կառուցելու մեջ դուրս է մնում Արդեն Եվրոպան դուրս է եկել Կենտրոնական Ասիայի վրա եւ սա ցույցում եմ թուրք ժուրնալիստի, որ ասել որ Թուրքիան արդեն դուրս է մնում այս աշխարհակարգ կառուցելու process-ներից, որ տեղի են ունենում Կենտրոնական Ասիայում։ Եվ քանի դեռ եւ այսինքն կորուստը այս հայ-թուրքական սահմանի փակ լինելը ստրատեգիկ կորուստ է Թուրքիայի համար։ Այդ թե ինչու Թուրքիան չի առաջ շարժում, դա ես բացատրում եմ ներքին պայմաններով եւ Էրդողանի, այսինքն հիմա օրինակ Իմամօղլուն բանտարկված է, եթե մի այդպիսի այդ կարողացան այսինքն լիբերալիզմը գոնե մի քիչ վերադարձավ Թուրքիայում, արդեն պետությունը սկսում է ուրիշ ձևի մտածել, արդեն ինստիտուտները հետ են վերադառնում, արդեն դու քո երկրի շահերի մասին ես մտածում, ոչ թե մեկ անձի շահերի մասին։ Այսինքն եթե շատ սխեմատիկ կներեք, որ այսպես պարզեցրած եմ ներկայացնում, կարելի է ասել, որ դուք ասում եք բաց ռեգիոնի գաղափարը Հայաստանին ձեռնտու է, Թուրքիային ձեռնտու է, կարծես թե, այո, Ադրբեջանին եւ Ռուսաստանին ձեռնտու չէ։ Եվ այստեղ գործոն պետք է լինի, տեսեք երկու կողմերը այստեղ են եւ տեսնում ենք նորից հարցնում եմ Եվրոպական միության մասին եւ առանձին Միացյալ Նահանգների մասին եկեք հարցնեմ։ Իսկ եւ կարելի է ինչու՞ չէ Չինաստանն էլ դիտարկել, եթե դուք դեմ չեք լինի։ Այսինքն մենք ներսում արդեն պարզ է ով է կողմ, ով է դեմ ըստ ձեզ։ Հիմա նայենք Եվրոպական միությունը, եվրոպական երկրների համար բաց այս մեր ռեգիոնը ձեռնտու է թե ոչ, նրանք ինչ որ ուժ գործադրելու են, որ բացվի ռեգիոնը, թե ասելու են դե դուք որոշեք, ձեզ կուզեք կստացվի, Հայաստան կուզեք կստացվի, չէ, Միացյալ Նահանգներ եւ հետո եթե ժամանակ լինի եւ դուք ցանկանաք Չինաստանի գործում։ Եվրոպայի համար հատկապես որ արդեն խզում կա Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ, դա հատկապես Եվրոհամայնքի ծնունդը որպես անկախ ստրատեգիկ խաղացող դա շատ կարևոր երևույթ է։ Դա նշանակում է, որ եւ Եվրոպան որպես եթե նայում եք Եվրասիական մայրցամաքում երկու խոշոր շարժիչները տնտեսական, դա Եվրոպան եւ Չինաստանը, որոնք իրարից կախվածություն ունեն։ Շուկաներ են մեկը մյուսի համար, այսինքն կապված են տնտեսական առումով։ Եվ հատկապես որ Ամերիկան արդեն փորձում է Եվրոպայի հետ պնդել, որ Եվրոպան իր հարաբերությունները Ամերիկայի հետ վերանայի, սա ավելի թափ է տալիս, որ ուշ թեշու չնայած լարվածություն կա Եվրոպայի եւ Չինաստանի մեջ, բայց շատ ձևերով իրար նաև կապված են։ Իսկ եւ եթե պատկերացնում եք քարտեզը, Ռուսաստանն էլ փաստորեն այս պատերազմով պատմականորեն հսկա սխալ թույլ տվեց եւ իր դերը որպես կապող օղակ վերացավ կամ թուլացավ, դա բարձրացրեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի դերը որպես կապող օղակներ եւ Թուրքիան էլ պիտի տեղավորվի այդ շղթայի մեջ եւ այդ առումով Հարավային Կովկասի կարեւորությունը որպես բաց ռեգիոն Եվրոպայի համար եւ Թուրքիայի համար, քան որ Թուրքիան էլ կապված է Եվրոպայի հետ, շատ է կարեւոր։ Այսինքն այո, Եվրոպայի շահերից բխում են, որ բացի այդ բաց ռեգիոնի գաղափարը դա շատ պարզ գաղափար է, այն որ ազատ առևտուրը արտադրություն տնտեսական աճ է բերում հիմնականում, հատկապես փոքր պետությունների համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է փակվել որպես տարիֆները դնի, տնտեսությունը արդյունավետությունը կընկնի, ժողովուրդը ավելի կաղքատանա, բայց յոլա կգնան, նույնն էլ Ռուսաստանը,
փոքր պետությունները չեն կարող շնչել։ Ադրբեջանը մինչև հիմա էլի փոքր պետություն նավթի վրա է հիմնված եղել, բայց մի ռումբով այդ բաները եթե վերացրեցին այդ նավթային, Ադրբեջանը տնտեսություն չի ունենում։ Այսինքն Ադրբեջանի համար էլ ստրատեգիկ կարևորություն ունի բաց ռեգիոնի գաղափարը, բայց Ալիևի, այսինքն շահերի բախում կա, դրան ասում են դիկտատորի դիլեմա։ Այսինքն եթե բացվում է ռեգիոնը, դա Ալիևի համար վախ է, որ հենց որ տնտեսություն սկսեց զարգանալ, արդեն նոր տնտեսական կենտրոններ են առաջ գալիս, որը դա քաղաքական ինքը threat, սպառնալիք է համարում։ Այսինքն սա զուտ Ալիևի շահերը դարձել են Ադրբեջանի շահերը, քանի որ ավտորիտար երկիրը այս քննարկումները այնտեղ չեն լինում։ Բայց եթե ալիքը գա բացելու ռեգիոնը, Ալիևը չի կարողանա դիմակայել, ոտքի վրա չի կարողանալու։ Չէ, չի կարող, բայց եթե արդեն ճնշումը Ադրբեջանի տնտեսությունը վերափոխելու արդեն շատ է, նույնիսկ այս պատերազմի ընթացքում նավթի գները չաճեցին, այլ ընկան, որը հետաքրքիր է, որը նշանակում է, որ ներդրողները այդքան էլ անհանգստացած չեն այս կոնֆլիկտով, այսինքն այդ կապիտալիզմը, գլոբալ կապիտալիզմը, այո, որպես ալիք գալիս է կապվածությունը առաջ տալիս, եւ մի բան էլ շատ կարեւոր է, որ եթե քանի որ այս Ամերիկան խոսում է տարիֆների մասին եւ այլն նացիոնալիզմը բոլոր երկրներում շատ բարձր աստիճանի վրա է, դա կարևորում է նաեւ ռեգիոնալ տնտեսություններ, այսինքն լոգիկան տեղափոխվում է, թե ոչ թե ես արտադրեմ ու անպայման պիտի հասնեմ Ամերիկա կամ Բրյուսել, որպեսի շահույթ ունենամ, արդեն դժվար է լինում այդ երկրներ տանելը, քան տարիֆներ եւ այլն, արդեն արտադրողները սկսում են ռեգիոնալ շուկաների մասին մտածել, իսկ երբ որ Թուրքիայի բիզնեսները արդեն ավելի ռեգիոնալ պիտի մտածեն, դա Թուրքիայի քաղաքական վարքը ավելի զուսպ է դարձնում, ավելի պատասխանատու է դարձնում։ Այսինքն ընդհանուր ամփոփելու իրավիճակը բավականին ոչ բացական է, այլ լիքը հնարավոր շատ հնարավորություններ տալիս Հայաստանին, եւ Հայաստանը պետք է ակտիվ լինի եւ դիվանագիտությունը եւ ընդհանուր կառավարումը եւ ներսի եւ արտաքին քաղաքականությունը ճիշտ վարելու ուղղությամբ հույս ունեք, տեսնում եք ձեր ընկալումը Հայաստանը ունակ է վարելու ճիշտ քաղաքականություն եւ ճիշտ դիվանագիտություն։ Պատասխանեմ որպես հայ, որպես հայ մայր, այսպես ասենք, ոչ թե որպես քաղաքագետ, միշտ կրթությունը միշտ կարևորվել է մեր ազգի մեջ, եւ մեր ժողովուրդը ճիշտ քայլեր է շատ հաճախ արել, Թավշյա հեղափոխությունը հատկապես, այնպես որ ես շատ եւ ինչպես որ նշեցի, որպես ազգ մեր քաղաքական մշակույթը շատ աղմկոտ է, որը նույնպես կարևոր է։ Եվ այդ տեսանկյունից եթե նայում ենք, ես այո, Հայաստանը կարող է ունակ է դրան հասնել, բայց ասեմ, որ այդ ստրատեգիկ ռիսկերը, եթե կառույցները չամրացվեցին, իրավական համակարգից մինչև կրթական, դա է հիմնական ռիսկը Հայաստանի պետականության եւ անվտանգության, այլ ոչ թե Ալիևը կամ պատերազմը Իրանում կամ պատերազմը Ուկրաինայում։ Եվ մեր բախտը մեր ձեռքից է։ Եվ միջազգային իրավունքը նաեւ լավ ուսումնասիրել եւ օգտագործել բոլոր դրույթները ի նպաստ հայկական հարցի։ Միանշանակ։ Շնորհակալ եմ Տիկին Օհանյան, շատ շնորհակալ եմ, որ զրուցում էինք մենք, շնորհակալ եմ, որ մեր հարցերին պատասխանեցիք։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն նաև ձեզ, որ մեզ հետ էիք այս ընթացքում քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Միացյալ Նահանգների Stone Hill College-ի Ռիչարդ Ֆենեգանի անվան միջազգային հարաբերությունների քաղաքագիտության պատվավոր դասախոս Աննա Օհանյանն էր մեր հյուրը այսօր։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ընձեզ։